Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93,000 դրամ է, գրել է նա։ Հայաստանի Հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող 497 գյուղատնտեսական եւ գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերատիվ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, անդրադառնալով գյուղատնտեսական գործող կոոպերատիվների եւ նորերի ստեղծման մասին հարցին։ Գերատեսչության տեղեկատվությամբ ոլորտում գործող կոոպերատիվներից 153-ը գյուղատնտեսական, 344-ը սպառողական համապատասխան գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթերում ու հավաքագրում, մեղվաբուծություն, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցում, արոտավայրերի կառավարում։ Բոլոր 3 բնակավայրերում տնտեսվարողները համատեղ աշխատելու եւ կոոպերատիվներ ստեղծելու ցանկություն չեն արտահայտել։ Սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2,5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ 0,1%։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության կոմիտեն։ Հանրապետության դիտարկվող 4 քաղաքներում 2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0,1-ից 0,4%-ով, 4-ում գրանցվել է 0,4-ից 0,1% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0,1%-ով։ Սննդամթերքի գներ 2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4,5%, իսկ 2025 թվականի հունվարի համեմատ 0,5% գնաճ։ Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0,1-ից 0,9%-ով, 3-ում գրանցվել է 0,7-ից 0,1% գնանկում, իսկ 1-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0,7%-ով։